Պարոն Ռիբունյան, ընդդիմությունն ասում է իշխանությունը չի ամաչում 4-րդ կարգի անորակ ցորեն է բերել, թմբկահարում էր այս ընթացքում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ընդդիմությունը ասում էր սա միակողմանի ապաշրջափակում է եւ Հայաստանի համար ոչինչ չի ապաշրջափակվելու, Հայաստանը մնալու է շրջափակման մեջ, Հայաստանը միակողմանի զիջումներ է արել, Ադրբեջանի համար է միայն ապաշրջափակում լինելու, իսկ հիմա իրանք քննարկում են, թե ցորենը որ կարգի է։ Սա կարծում եմ արդեն իսկ խոսուն է, իսկ ընդհանրապես ցորենի մասնագետ ես չեմ եւ էկոնոմիկայի նախարարությանը հարցնենք, բայց ես չեմ կարծում, որ ինչ որ անհատ ձեռներից պիտի ուզենա ներգրի ցորեն, որը իր նպատակին չի ծառայում։ Պարոն Բայրամովի հայտարարությունների հետ կապված մեկ էլ Ռուսաստանի, ռուսաստանական ցորենի մասին ինչ են ասում։ Նորմալ է, որակը բավարարում է իրենց։ Դե տեսնում եք ինչ լավ է։ Ունեք ցորենի հետ կապված։ Պարոն Բայրամովի հայտարարությունների հետ կապված ծավալուն հայտարարություններ էր, տվել, փաստորեն հիմնական մեխ այն է, որ Նիկոլ Փաշինյանը ինչ որ փուլի կտրուկ, այսպես փոփոխությանը յետքերի տեսակետը հրաժարվել է բանակցություններ վարել ու ինչն էլ բերել է փակուղի ու արդյունքում ունենք այս ցավալի իրավիճակը, ինչն էլ հանգեցրել է պատերազմի։ Ավելի 19-ին ասած առաջարկներ են ներկայացվել, որոնք մերժվել են։ Ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Եվ պետք է ասեմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը եւ Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահարել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այդ փաստերը ճիշտ չեն։ Դրանք ճիշտ փաստեր չեն։ 19 թվականի Հայաստանը եւ վերջի ասել, որ դուրս Ռոբերտ Քոչյանը ասել է Արցախը, Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչյանի եւ իր գործընկերների տրամաբանության ինքը պատերազմ է հրահարել։ 2019-ին առաջարկ ուղարկվել է, բայց այդ առաջարկը ընթացք չի տրվել։ 2019 թվականին ինչ որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնվել է, իսկ Հայաստանը չի համաձայնվել։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է եւ Հայաստանը չի համաձայնվել։ Հարգելի գործընկերներ, նախ 1000 անգամ խոսել ենք, էլի, ես չզարմանում եմ, ոնց եք ամեն անգամ գալիս հարց տալիս։ Չէ, որը ամեն անգամ թողեք խոսեմ։ Ամեն անգամ ինձ զարմացած հարցեր եք տալիս, ոնց որ 1000 անգամ չի խոսվել դրա մասին։ Ես էլ երբ որ, հաստատում եք, շնորհակալություն։ Հիացած եմ ուղղակի։ Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել եւ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքները։ Նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որովհետեւ երբ որ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները մեկտեղում են, ստացվում է ինքնորոշումը Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր առաջարկները, որոնց մի մասը իդեպ Ադրբեջանն է մերժել, ենթադրել են դա։ 2019 թվականի առաջարկը սկսում է հետևյալով. Ադրբեջանի նախագահ եւ Հայաստանի նախագահ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր եւ Արմեն Սարգսյանը չէր վարու բանակցություններ։ Հետո 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել։ Բայց ընթացքը չի տրվել։ Ինչ նշանակում է։ Իսկ 2016 մի վարքյան 2016 թվականի առաջարկների Սերժ Սարգսյանը ընթացք տվել է, կամ դրանից նախորդած որևէ առաջարկի ընթացք տրվել է։ Եվ մի կարևոր բան եմ, էլի ես ուզում ասել։ Ընդհանրապես բոլոր նախագահները նախկին այսպես կոչված ինչ են ասում։ Ասում են, այ որովհետև իրանցից երկուսը երբեք չեն ընտրվել նախագահ, մեկն էլ մի անգամ է ընտրվել, երկրորդ անգամ չի ընտրվել։ Այ դրա համար այսպես կոչված։ Ինչ են ասում։ Ասում են ամեն մեկը իր նախագահության տարիներին, էլի։ Այսպիսի հանճարեղ առաջարկներ կային, այսպիսի շատ լավ ծրագիր կար, այսպիսի շատ լավ ծրագիր կար։ Է շատ լավ, եթե այդքան լավ առաջարկներ կային, ինչի չեն իրագործվել այդ առաջարկները։ Մի վարքյան թողեք հարցին պատասխանեմ։ Հաջորդը
իրականում մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ իրականում տեսել ենք ախր։ Մենք տեսել ենք այդ առաջարկի ընդունումը ինչ էր ենթադրում, որովհետև առնվազն 2010-ականներին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են ինչ, որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջաններից, տարբեր վարիացիաներով, հա, բայց 7 շրջաններից Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի Միչանսկի շուրջ առնվազն ռուս խաղապահներ են կանգնում եւ կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։ Այս իմ նշած ամեն ինչը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ տեղի է ունեցել։ Մենք արդեն տեսել ենք ինչ է լինում, երբ որ հայկական ուժերը դուրս են գալիս 7 շրջանների մի մասից, երբ որ մնում է Լաչինի Միչանսկ եւ Լեռնային Ղարաբաղ ռուս խաղապահների կանգնելով եւ տեսել ենք որ դա որևէ կետ ես հասկանում եմ որ հրապարակ օրաթերթը մի քիչ խնդիրներ ունի, բայց մի ընդհատեք ինձ։ Ես խնդիրներ բացարձակ չունեմ ու երբ որ ես պատասխանում եմ մի ընդհատեք ինձ։ Եվ հետեւաբար մենք տեսել ենք, դե չշարունակեցի ուղղակի խնդիրներ ունի ինչի հետ, որովհետեւ փորձում են պահել բարեկրթության սահմանները։ Եվ մենք տեսել ենք, որ ոչինչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը եւ ռուս խաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար, երբ որ իրանք ասում են, այ այն ժամանակ էս ինչներ, մենք դրա իրագործումը գետնի վրա տեսել ենք։ Պարոն մեկ այլ հարցի անդրադառնանք Սերժ Սարգսյան հարց ունեք։ Այո, պատերազմ չեք կարծում, որ բանակցություններից հետո այդ ձեր ասած որ տեսել ենք եւ պատերազմից հետո բոլորովին ուրիշ վիճակ էր լինելու։ Այսինքն մեզ արդեն մենք ստորացուցիչ պարտություն էինք գրել, դրանից հետո ինչ էիք ակնկալում։ Իսկ եթե բանակցություններով գայիք այդ 7 շրջաններին ուրիշ ձև չէր լինի, դուք ավելի լավ գիտեք հիմա դա պատերազմական ելքով իրավիճակ ուրիշ բան է, բանակցությունների ելքով իրավիճակը ուրիշ բան է։ Ինչ եք ասում որ մենք տեսել ենք այդ վիճակը։ Որովհետև մենք տեսել ենք այդ վիճակը։ Ես ձեզ ասում եմ, եթե փաստարկն այն է։ Երկու մասի էլի բաժանենք փաստարկը։ Իրանք ասում են, այ մեր ժամանակ քննարկում էր այս հանճարեղ լուծումը եւ շարունակությունը, մեղադրանքներ մեզ։ Հիմա ես ասում եմ, հակափաստարկ համար 1, եթե ձեր ժամանակ քննարկում էր այդ հանճարեղ լուծումը, ինչի այդ հանճարեղ լուծումը չի իրագործվել։ Գուցե որովհետև այդ հանճարեղ լուծմանը Ադրբեջանը չի համաձայնվել երբեք։ Հակափաստարկ համար 2, նույնիսկ եթե այդ ձեր պատկերացած հանճարեղ լուծմանը Ադրբեջանը համաձայնվեր, այդ լուծումը արդեն իսկ հայտնի է, ենթադրելու էր 7 շրջանների վերահսկողության հանձնում Ադրբեջանի կամ 7 շրջանով կամ 5+2 կամ Լաչինի Միչանսկ պահելով, այսքան կիլոմետրաժով կամ այսքան, բայց էությունը շատ չի փոխվում։ Եվ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղապահ զորամիավորման տեղակայում։ Հիմա ասում եմ, մի պայմաններում, երբ որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուսական խաղապահ զորակազմի տեղակայում տեղի ունեցել էր եւ Լաչինի Միչանսկի շուրջ, Ադրբեջանը գրավել է Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք, այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաշ չի որ լինելու էր, երկրորդն էլ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց է հավատվում։ Ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները այնքան փչացած չէին, որքան օրինակ պատերազմից հետո, երբ որ հակառուսական նոտաներ էին։ Ինչ հակառուսական նոտա։ Ինչ հակառուսական նոտա։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը կներեք, ես հո մազոխիստ չեմ Սերժ Սարգսյանի հարցազրույցը դնեմ 7 ժամ նայեմ։ Չէ, դու գոնե փող եք ստանում դրա համար, լրագրող եք, դա ձեր գործն է։ Ով է ասում, ես վստահ չեմ։ Առավոտ ժամը 6-ից գրոհեց Facebook-ում։ Դե հիմա անպայման չի նայել դրա համար, բայց չեմ նայել Սերժ Սարգսյան։ Մյուշագրավ դրվակա դուք Նիկոլ Փաշինյանի ամենամերձավոր թիմակիցներն եք հեղափոխության ժամանակ միշտ ողքին եք եղել, ասում է այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի հող վարչապետի պաշտոն են առաջարկել։ Ես նման բան չեմ։ Ով է Սվիտասկին է նրան ասել այդ մասը։ Ես չգիտեմ, ես Ես չգիտեմ ինչ են խոսել Սվիտալսկին Սերժ Սարգսյանի հետ, ես նման բան երբեք չեմ իմացել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է եւ Փաշինյանը Սվիտասկին այդ մասին ասել է։ Ես նման տեղեկություն չունեմ։ Այսինքն նման բան չի քննարկվել, չի եղել։ Ես համենայն դեպս տեղյակ չեմ եւ ես վստահ եմ որ տեղյակ կլինեի, եթե այդպիսի բան եղած լիներ։